Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեր կողմից հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալի նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում, չնայած այն բանին, որ հեռուստասերիալում իրադարձությունները գնալով լարվում ու ինտրիգային են դառնում։ Սոուսի վերադարձը փոխելու է բոլորի պլանները, բայց մինչ այդ Միքայելը հերթական անգամ դիմում է սառնասրտորեն պլանավորված ստի, այս անգամ խաբելով ոչ միայն Աննային, այլ նաև հավանաբար խաբելու է Հենրիին, երբ նա Հենրիին բացատրի, որ Անգելինան իր դուստրն է, իսկ Հենրին իր որդին, նա կարծես կործանում է երկու մաքուր ու նուրբ սրտերի աշխարհի հիմքերը։ Այս խոսքերն ինչպես դանակ խրվում են Հենրիի հոգու մեջ, ամբողջ կյանքում փնտրած սերը իր սրտի միակ տիրուհին մի ակնթարթում դառնում է արգելված, իսկ Անգելինան, ով այնքան պայքարել էր իր սիրո համար, հիմա կանգնած է մի հարցի առաջ՝ արդյոք ապրել կեղծիքի մեջ, թե կոտրված սրտով նահանջել։ Պարզվում է, ինչպես Միքայելն է նշում, նրանք քույր ու եղբայր են։ Իհարկե, հեռուստադիտողները գիտեն, որ այդ ամենը սուտ է, սակայն Միքայելը այս ամենը տանելու է առաջ, որպեսզի Աննան չիմանա ողջ ճշմարտությունը, նա խաբելու է բավական երկար ժամանակ և ասելու, որ Անգելինան իր դուստրն է։ Այս սուտը պատահական չէ, Միքայելը գիտի, հենց այս սուտը կարող է բաժանել նրանց, թույլ չտալով, որ ճշմարտությունն ի հայտ գա։ Նա գիտի, որ եթե Անգելինան ու Հենրին շարունակեն միասին լինել, վաղ թե ուշ իրական ծնողական ճշմարտությունը բացահայտվելու է, և սա վտանգ է ոչ միայն իր, այլ նաև շախունցների ընտանիքի համար։ Հենրին ընկնելու է խորը ճգնաժամի մեջ, սկսելու է կասկածել իր սեփական անցյալին, իր ծնողներին, ամբողջ կյանքին, նրա հոգեկան վախերը վերադառնալու են խորանալով մենակության ու սիրո կորստի մթության մեջ, իսկ Անգելինան չի կարողանալու հավատալ, չի ուզում հավատալ, բայց կհավատա, քանի որ նա արդեն տեսել է իր ծնողների փաստաթղթերը, որ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրանք բավական երկար ժամանակ երեխա չեն ունեցել և նման հիվանդությունով տառապող մարդիկ հավանաբար երեխաներ չեն ունենում։ Նրա սիրտն ու ինտուիցիան ասում են, որ ինչ-որ բան սխալ է, նա սկսելու է որոնել պատասխաններ, գուցե անգամ առանց Հենրիի իմացության։ Սերը, որ մինչ այդ նրանց առաջնորդել էր կյանքի փորձությունների միջով, հիմա վերածվելու է ցավի, կարոտի, տառապանքի։ Աննան, տեսնելով նրանց վիշտը, չի կարող անտարբեր մնալ, նա սկսելու է իր սեփական հետաքննությունը, հասկանալով, որ այս ստի հիմքում կանգնած է մի մարդ, ով շահ ունի թաքցնելու ճշմարտությունը։ Իսկ իրականում Անգելինան Աննայի դուստրն է և Սոսն է նրա հայրը։ Սա է ճշմարտությունը, որը դեռևս փակված է մի բժշկի խղճի ու գաղտնի փաստաթղթերի մեջ, որոնք կարող են շատ շուտով ցնցել բոլորին։ Միքայելի սուտը ժամանակավոր է, բայց դրա հետևանքները կարող են անդառնալի լինել, եթե ճշմարտությունը չբացահայտվի ճիշտ պահին։ Երկու սիրող սրտեր, որոնց սերը ծնվել է մաքուր և անկեղծ զգացմունքից, հիմա կանգնած է կորստի եզրին։ Իսկ հեռուստադիտողին մնում է սպասել, արդյոք ճշմարտությունը կփրկի սերը, թե սուտը կհաղթի։ Գրեք ձեր կարծիքները, ինչ եք կարծում, ինչ է լինելու հաջորդ սերիաներում։ Պատրաստում ենք իմ սիրելի աղցանը Յուրին Բաղադրատոմսով, երկու կանաչի ներով կամ մեկը, որը կգտնեք, ուրեմն անունները Ռուկոլա և իտալական Ռեհան։ Ասեմ, ես օրինակ զովքից եմ վերցրել, դուք էլ կարող զովքում նայեք։ Այսքան չերի լոլիկներ, պեստո սոուս, և ինչ ապեք, ընդեղ ես մացարալա չեմ ավելացնում, սովորաբար երբ որ մենակ իմ համար այդ պորցիան, բայց եթե բանեցիների համար եք սարքում, սենց կլոր են մացարալաներից ու ժարիտ արած չամիչ։ Վերցնում ենք այս կանաչիկ, շարում ենք մեջը, ուրեմն կանաչիները վերցնում ենք և սկսում ենք խառը ոնց պատահի կպրատել։ Ոյ, հոտել է, վայ, իրան սենց կդնենք սիրուն մեջտեղում, լոլիկները վրան շարել, հետաքրքիր ձևով, կարող եք մացարելաներն ավելացնել, տապակում ենք չամիչը, կստացի իմ սիրած բաներն, չգիտեմ անուն ինչ է օրինակ, բայց շատ եմ սիրում ես կոթերը։ Այս են սիրում, չամիչի դուց նցում ենք և տապակա գլովրումը, կլորիկ բան է դառնում, այսպես ցույց տամ, իրա վրա էլ ավելացնում եմ արդեն այս ձեթից, ուրեմն սիրում եմ նուշի ու ունեմ կավելացնենք այս
Այսինքն սիրուն կավելացնենք, աղ կավելացնենք եւ վերցնում ենք այսպես 1 րոպե ձեզ մոտ գմքի թե կարելի է հա դες ու դնում ենք հենց առած խառնելու մեր սալատիկի վրա այսպես սիրուն վсё այսպես սիրուն նայեք այն սիրունը դուք կարող եք այդ մացարելա պանիրներն էլ ավելացնել համ տեսքից հա շատ սիրուն համն է շատ լավ է ասենց քաղցր կծու ամեն ինչի համը գալիս է եւ ձեր հյուրերին կարող եք զարմացնել պաչիկներում ձեզանում եւ ես գնում եմ սա ելում Լիդի թորսան, լիդի ստղեն Այստեղ ինքնեն աննան մորակուր է այս ձեռքում մորակուր չեմ տղանա շատ հաճելի հեն լինա Սոչ զիմինյա տաղավամ լինենք կյանքից վեսրած հաղորդում ան Հիմա լավ չեմ ոչ Չէ, մի